եւ դուրս եկեք փողոց եւ հարցրեք, ճանաչում է հարությունը ժամանակակից գրողներին։ Ինչպես Ղազարոս Աղայանը կասեր, պատասխանը կլինի մի մեծ ոչ։ Որպեսզի այդ բացը վերացնենք, համայնքական գրողներություն, որ ամենախստապահանջն է, իբրև ստեղծագործական միություն, եւ այդ է պատճառը, որ 7-րդ տարին անընդմեջ Գրքասերների միության կողմից համահայկական գրողությունը ճանաչում է լավագույն ստեղծագործական միություն։ Ինչու է ոգևորված արդի գրականությամբ, որովհետև ամեն ինչ չէ, որ արժեք եմ համարում։ Ժամանակակից գրականության մեջ կան շողշողուն ադամանտներ, ովքեր են նրանք, որոնք են լավագույն գործերը, որ գրողները ստեղծում են։ Եվ եթե այսօր մենք ունենք ժամանակակից գրողներ, ինչ են դնում նրանց առջև, ինչ չափանիշ, ահա սենք այդ չափանիշը։ Ժամանակակից գրականության առաջին դեմքը Ռազմիկ Դավոյան։ Ռազմիկ Դավոյան սքանչելի երևույթ, մեծություն, որ երկար տարիներ դեռ պիտի մնա առաջին դեմքը մեր գրականության։ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործության մեջ թեմատիկ շատ առանձնահատկություններ կան։ Ու մեր հաջորդ միջոցառումների ժամանակ մենք անդրադառնալու ենք նաև դրանց։ Այսօր խոսենք մայրական սիրո մասին, որովհետև մայրը սրբություն է, բոլորի սրտին հարազատ, եւ տեսեք ինչ պայծառ տողեր է ասում մեր վարպետը, իմ ուսուցիչը։ Ես իր երկար տարիների ընկերն եմ եղել եւ իդեպ պիտի ասեմ, որ ձեր առջև կանգնած է մի բախտավոր մարդ, ով բոլոր ձեզ ծանոթ նշանավոր գրողների ընկերն է եղել։ Համոս Սահյան, Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան, Ալիսիա Կիրակոսյան, Աղասի Այվազյան, շարունակեմ, բայց սա իսկապես բախտի նվեր էր ինձ, որ ես կարող եմ իմ հարազատի հետ ինչպես եմ խոսում, այդպես խոսում եմ Ռազմիկ Դավոյանի հետ հիմա եւ պատկերիդ հետ զրուցում եմ օրնիբուն։ Ով կարող է ինձ ասել, թե դու չկաս, արցունքներս քո ձեռքերով ես սրբում, քիչ է մնում իմ փոխարեն եկեկաս, մայրամեն օր ինձ մայրություն ես անում, բայց քանի օր ես քո զավակը եղա, ցավիմ հոգուց հառաչանքներ է կամում, որ ողոքեմ մայր, քաղցր մայր, քեզ մեղա։ Պիտի խնդրեմ չմոռանաք այն տողերը, այն բանաստեղծությունները եւ այն հեղինակներին, որ ձեզ ներկայացնում են։ Այսօր 8000 հոգի գրում է Հայաստանում, բայց 8000 գրող մենք չունենք։ Եվ ավելին ձեզ ասեմ, մենք շատ կարիք ունենք իսկական ու նոր գրողների։ Հաջորդը Էլի Ռազմիկ Դավոյան, այս արդեն սուբյեկտիվ իմ սիրո արդյունքն է։ Մենք ծնվելուց հետո դուրս ենք գալիս մեր ծննդավայրից, ինչպես ես Լոռուց եկա Երևան, բանասիրական ֆակուլտետ, գրական աշխատանք, գիտական աշխատանք եւ այլն։ Մենք ինչ-որ տեղ ենք գնում։ Մենք մեր նախնիներից հեռանում ենք, մենք մեր ծննդավայրից հեռանում ենք։ Ռազմիկ Դավոյանը այլ տեսակետ ունի։ Բանից սպառում է այս Ռազմիկ Դավոյանի, մենք գնում ենք հանդիպելու համար մեր նախնիներին։ Բացառիկ բան է սա, բացառիկ այսա է գրողի մեծությունը, երբ ինքը կարող է նոր գաղափար բերել։ Տեսեք, քայլիր մի տարի եւ միլիոն տարի միջև որ հասնես նախապապերի, մի գնահատիր ոչ անցած ճամփա եւ ոչ էլ չնչին արժեքը բերի, եւ եթե հասնես նախապապերի, ուրեմն մոտ ես եւ ապագային, քեզից շատ առաջ, նրանք շատ առաջ յուր դարեր առաջ ճամփա են ելել եւ նրանք են որ մոտիկ են արդեն ապագաներին բոլոր նոր ու հին, եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերի դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում եւ ոչ մի հրաշք չի փրկելու քեզ։ Սա է իսկական գրականություն, որ բոլորին նոր գաղափար է բերում եւ զգում ես, ահա մի ճանապարհ, որով պիտի ապրես։ Մեր ժողովուրդը պիտի գնա այդ ճանապարհով, եւ թե պատիասի կյանքի բոլոր բնակավարներում նախապապերին հիշենք, ապա ոչ մի սխալ մենք թույլ չենք տա։ Մեր գրականության մյուս մեծությունը, ով ճանաչեց Հրաչյա Սարուխան ապրել։ Անձրևն անցներ ու մավուրը փայլեր պատին, մի թրջուն գար ու ժամերով պատին նստեր, ու աշխերում հառներ պատկերն Արարատի, համբերություն տուր թրջունին, երկնային տեր, բանաստեղծություն, որ ուղղակի հրաշք չէ իսկական։ Սա Հրաչյա Սարուխանն է, մեր գրականության առաջին դեմքը։
Հիշենք այս ամենը։ Ասենք առաջ։ Արմեն Մարտիրոսյան, կա մեկը, որին ծանոթ է Արմեն Մարտիրոսյանի պոեզիան։ Այո։ Ճառագայթի նման սահուն եւ բաճկատուն, տեղից տեղ են չվում, ելած ոտի, որտեղ տուն են գտնում, օրհնություն է կաթում, օրհնությունը արդար առավոտի, բայց քոչվորի նման հեռանում են դարձյալ, դադար չարած վերջին հանգրվանում, ներկան դարձնելով բաղանջական անցյալ, նրանք հոգիները չեն մահանում։ Իդեպ պիտի ասեմ, ես որ հիմա միջազգայի շատ հարաբերություններ ներկայացնում եմ ժամանակակից գրականությունը, մեր հանդեպ մեծ հիացմունք է առաջանում, մեծ հիացմունք։ Հաջորդը ով է, Արշակ Քոչինյան, պայծառագույն պոետ, հիշեք Արշակ Քոչինյան, ես կանգնում եմ կողքին հավատավոր մարդկանց և խցանը բացում կախարդական շշի, ջին հովիվը կգա, մի օր մահակն առած, որ մեր հոգու բախկոտ ոչխարներին քշի։ Արշակ Քոչինյան։ Այսպես գրականություն ունենք մենք, որ պիտի հպարտանանք ժամանակ, ես շատ եմ սիրում արդի գրականությունը, և դուք զգում եք այդ սերը, որ խոսում է իմ մեջ։ Արտակ Համբարձումյան, մենք լավագույն ընկերներն ենք եղել, ու ես ցավով պիտի ասեմ, սիրելի բարեկամներ, որ կյանքի ծանր պայմանները թույլ չտվեցին, որ իմ սերունդը դիմանա։ Իմ սերնդից մնացել եմ վերջին մոհիկանը, ես։ Վաղաժամ այս կամ այն պատահարի հետևանքով բոլորը հեռացան կյանքից, բայց տղա Արտակ Համբարձումյան, շատ նշանավոր պոետ, շատ երիտասարդ հասակում կյանքից հեռացավ։ Տեսեք, Տեր իմ Աստված, ինչու ես միշտ թվացել, թե երկնքում ես իմ հոգին եմ մոռացել, և քո կամքով իջել եմ այս երկրի հողին, որ սպանեմ մի օր որդու չարչարողին, իր մեջ կռիվ կար, անարդարության դեմ կռիվ կար։ Տանջվում էր, ամեն օր տանջվում էր ինքը, ամեն օր տանջվում էր, տեսնում ինչքան շատ է Հայաստանում անարդարությունը։ Թվում է ինձ, երբ նայում եմ մութ երկնքին, աչքերը կաղ դեռ շրջում է իմ խենթոքին, շրջում է լուր, խորքում պահած հազար վերքեր ու մի կարոտ, որ աշխարհում դեռ չեն երկեր։ Չեմ դիմանում, չեմ կարող շարունակել, բայց ամեն տողը հիշեցնում է մեր ընկերությունը, այդ պայծառ սիրուն տղային, որին ամեն օր տասնյակ աղջիկներ էին սիրահարվում, իսկ ինքը մեկ է, հոգու խորքում թախիծ ուներ, տխրություն ուներ, որտեղ չէր ընդունում այն, ինչ որ կատարվում է մեր հայրենիքում։ Էլի իմ սերնդակիցը Սամվել Զորոյան, հիմա արդեն ձեզնից են կողմ միշտ տամ, հրեշտակած բաժին դառնամ, թե դևերի, ձեռքիս մեջ է ունեցածս, որ պիտի տամ նրան, ումը երբեք չեղավ ու միշտ էին։ Բացառիկ բան է։ Ես այնքան շնորհակալ եմ, որ այս տեսակ մարդկանց ճանաչել եմ։ Հաջորդ հեղինակը սփյուռքահայ Գառնիկ Սահակյան։ Սիրելի բարեկամներ, Գառնիկ Սահակյանի գիրքը ես բնականաբար բոլոր գրքերը ունեմ, ես իմիջիալոց բոլոր գրողների գրքերը կարդում։ Չկա մի գրող, որի գրքերին ես ծանոթ չլինեմ։ Գառնիկ Սահակյանի այս գիրքը, որտեղ այրվում են մագնոլիաները, բոլորին նոր է լույս տեսել, եւ որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ոճի հեղինակ է մեր առջև, ասեմ հետեւյալը։ Ինքը կյանքում արձանագրում է այն ինչ որ կարևոր է մեզ համար, նշաններ հայտնաբերել կյանքում։ Սա Գառնիկ Սահակյանի էությունն է։ Միայն մի փոքրիկ դրվագ կարդամ, եւ դուք կսիրահարվեք այս գրքին։ Հիշիր Ժոզեֆ իմաստունի ասածը. երբ մոտենաս քաղաքին, տես թե որ կառույցն է ամենաբարձրը։ Եթե պալատը, ուրեմն այդտեղ բռնակալն է իշխում։ Եթե եկեղեցին, ուրեմն մոլորեցնողը։ Եթե պարիսպները, ուրեմն վախը։ Եթե բիզնեսի շենքերը, ուրեմն խաբեբան։ Գառնիկ Սահակյան։ Շատ հետաքրքիր։ Պողոս Սնապյան, էլի սփյուռքահայ գրականության մեծագույն դեմքերից մեկը, պիտի խնդրեմ անուն ազգանուն, հիշեք, ում մասին խոսում ենք։ Ինքը գրականությունից պահանջում էր հասմավուրքյան մակարդակ, աստվածաշնչյան մակարդակ էր պահանջում։ Հայոց պատմությունն է մեր հայր Աստվածը, հեղափոխությունն է մեր որդին Սուրբ Աստվածը, ու գրականությունը
հոգին Սուրբ Աստվածը, ահա Պողոս Սնապյանի առաջնորդ էր, գրական առաջնորդ էր, իսկական քննադատ։ Գիտեք, որ ռուս գրականության պատմության մեջ այդպիսին է եղել Բելինսկին եւ գրականությունը շարժում այդ մեծ հանճարեղ քննադատի ցուցումով։ Անցնենք առաջ։ Փանոս Շերանյան, Միշելի բարեկամը Սարգիս Հայենցը դրել էր իր էջում Փանոս Շերանյանի, էլի սփյուռքահայ գրող է, սքանչելի մի գործ, շնորհակալ եմ Սարգիս ջան։ Հայաստան, երկինքդ փարքերուտ կամարն է, տես ինչ երանդով ծիծառները կերթևեկեն երուզր հին մեջ տոնական ոլորտի չիչյեք և ժամեր որդոր լուր կաննին տարբեր ժամանակներու մեջ զոհված որդիներու ի հարգանս։ Այդ մտահարյանը գեղեցիկ, բառերը ուժեղ և իր ոճի մեջ ինքը շատ նրբահյուս բանաստեղծ է, կյանքի նրբությունները արձանագրող։ Վերջ, այսօր ուրեմն այս անունները ձեզ ներկայացրի, ամեն մեկից մեկ գործ, որ հետաքրքրություն լինի ավելի ձեզ համար, սիրելի բարեկամներ, եթե մենք այս ճանապարհով շարժվենք, ժամանակակից արվեստը, գրականությունը, ոչ միայն գրականությունը, մենք անդրադառնալու ենք այսօր նաև արվեստի մյուս ոլորտների եւս կդառնա շատ սիրելի։ Ես կոչ եմ անում շատ բարձր գնահատենք տաղանդավոր արվեստագետներին, սիրենք նրանց, հարգենք նրանց, ճանաչենք նրանց, դրանց ստեղծագործությունները իմանանք ու գնահատենք։ Ահա սա է այս սերնդի մեջ ամենատաղանդավորների